գործընկերներ, համայնքի ղեկավարը այդտեղ որոշում կայացնելու այլ լիազորություն չունի, քան ընդունել այն որոշումը, որը եղել է քվեարկության արդյունքում։ Ենթադրենք առաջարկվում է համայնքի բնակիչների կամ համայնքի բնակիչների խմբի կողմից ծրագրեր, այդ ծրագրերը համայնքի ղեկավարը այլևս մոնիտորինգի ենթարկելու իրավասություն չունի, եթե այն տրամաբանության մեջ է, որը հաստատված է, իսկ հաստատված տրամաբանության մեջ համայնքային նշանակության ենթակառուցվածքներն են մտնում, օրինակ դպրոցի ծրագիր չի կարող առաջարկել։ Դրանից հետո ծրագիրը դրվում է քվեարկությամբ եւ եթե ծրագիրը անհրաժեշտ թվով ձայներ է հավաքում, համայնքի ղեկավարը կամ ավականին այլևս իրավասություն չունեն ընտրեն այդ ծրագրերից, որի շինաշխատանքները մեկնարկեն։ Այստեղ իրանց գործառույթը կազմակերպչական գործառույթ է եւ նայել, որ ընդհանուր կարգին համապատասխան լինի, այսինքն համայնքային նշանակության ենթակառուցվածքներ։ Իրոք շատ լավ գաղափար է, բայց այդ ընդհանուր թվի բանաձևը ոնց է աշխատում, այսինքն ինքը ինչ թիվ պիտի լինի, էլի կոլեկտիվ այդ որոշումը։ Ինչպես արդեն ասեցի, այս ընթացիկ որոշման մեջ բնակիչների մի տոկոսը պետք է քվեարկի այդ ծրագրի օգտին, որպեսզի համայնքի բնակիչների, հիմա արդեն տարբերություններ ենք դնում, ասում ենք, եթե այնպիսի բնակավայր է, որը ունի 5000-ից ավել բնակիչ, ապա 2% պետք է քվեարկի, եթե 5000-ից պակաս բնակիչ ունի, ապա 1%, որովհետև անցած տարի օրինակ խնդիրներ էին եղել, որովհետև մեր հիմա խոշորացման հետևանքով կան մեծ բնակավայրեր եւ փոքր բնակավայրեր, եւ փոքր բնակավայրերը, որոնք նախագծեր էին ներկայացնում, իրենց ձայներ չէին ստանում, որտեղ քվեարկողների մեծ մասը այդ մեծ բնակավայրում էին ապրում, եւ հիմա այսպես տարբերություն ենք դրել, նաեւ որ չի կարող նույն բնակավայրի երկու ծրագրի քվեարկել, փորձել ենք լուծել այս փոքր բնակավայրերի քվեարկության հետ կապված հարցերը, իհարկե նաեւ այս տարի կհետևենք այդ քվեարկության ընթացքին եւ նաեւ մեր բնակիչների արձագանքներին տեսնելու արդյոք այս առաջարկված մեխանիզմը լուծել է այն խնդիրները, որը մենք ունեցել ենք անցած տարի։ Չէ, լավ մեխանիզմ է, ուղղակի իր վրա պիտի շարունակենք աշխատել, որովհետեւ այստեղ ից մի բան անհանգստացնում, այդ խումբը մարդկանց այնուամենայնիվ որակյալ գնահատական տալ գաղափարին դա բավականին բարդ աշխատանք է։ Հիմա այո, ցանկությունը կարելի է իդենտիֆիկացնել, այդ ցանկությունը կդառնա պարտադիր համայնքային իշխանության համար, բայց այդ ցանկության գնահատականը փողային ով եւ ինչպես է տրվում, դա մի քիչ ես լավ չհասկացա, բայց երևի հետագայում ուղղակի պիտի կատարելագործել, էլի, որովհետեւ օրինակ ես որպես համայնքի բնակիչ կարող եմ լավ չպատկերացնեմ իմ գաղափարը ինչ արժի իրական կյանքում։ Եվ այդ իմաստով կարող է իմ գաղափարը ու բյուջետային հնարավորությունները լուրջ խզվեն ու մարդիկ մտածեն, որ իրանց քվեարկությունը անիմաստ է։ Ոչ մի դեպքում դա պիտի թույլ չտանք։ Եթե նույնիսկ այնպես խնդիր կա, պիտի մարդկանց բացատրել, որ էսա պրոբլեմա շարունակեք աշխատել եւ մտածել գաղափարի շուրջ։ Պարոն Սանասյան, համեցեք։ Երբ որ Պանգրիկյան առաջարկ է լինում համայնքի կողմից, բնակիչների կողմից նախնական գնահատում է իրականացնում համայնքը։ Այսինքն արկա բյուջեի պայմաններում հնարավոր է արդյոք այդ աշխատանքը կատարել, թե ոչ։ Եթե նախնական գնահատումից հետո պարզվում է հնարավոր է, դա դրվում է քվեարկության եւ քվեարկվելուց հետո արդեն համայնքը իր պատվերով նախագծանախաշվային փաստաթղթեր է պատվիրում տվյալ աշխատանքի համար։ Տեսականորեն օրինակ, եթե մեր ամբողջ բյուջեի այն համամասնությունը, որը հանրապետության X համայնքին է բաժին ընկնում, օրինակ 50 միլիոն դրամ է պայմանական ասած, օրինակ չի կարող համայնքի բնակիչը կամ բնակիչների խումբը 1 միլիարդ դրամ արժողությամբ մարզադպրոցի կառուցման գաղափար տալ։ Դա նախնական գնահատման փուլում դուրս կգա քվեարկության, չի դրվի։ Հասկանալի է, իսկ որ հարթակում է այդ քվեարկությունը տեղի ունենում։ Համայնքները իրենց կայքերում ունեն հարթակներ դրված, որը ձևավորված է մեր միջազգային գործընկերների կողմից։ Այսինքն համայնքների կայք էջերի վրա կարելի է տեսնել։ Բացի դրանից ասեմ Պանգրիկյան, որ այս բոլոր համայնքները, որոնք մասնակցում են, այսինքն տարեստարի ավելանում են, դրանք այն համայնքներն են, որոնք արդեն այս process-ի միջով մի անգամ իրանց ուժերով անցել են։
Այսինքն իրանք ունեն փորձ այս քվեարկությունը կազմակերպելու։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն նախարար։ Պարոն Խուդայցյան, դուք ընթացքից գոհ եք, ինքը կիրառական է մի խոսքով, ձևական չի։ Բանկական ձևական չի, ամենքան ենթակառուցվածքների զարգացման ուղղված մեր ամենապոպուլյար նախագիծը դառնալու հնարավորություն կա։ Իհարկե պետական համաֆինանսավորման ծրագրի մասշտաբները շատ ավելի մեծ են եւ այդ ծրագիրն է այս պահին դոմինանտ, բայց ակնհայտ է, որ սա հետաքրքրություն է առաջացնում, որովհետեւ բնակիչները կամ բնակիչների խումբը կարող են թիրախային ուրեմն խնդիրներ առաջ բերել եւ երբ որ մենք մոնիտորինգ ենք անում, դրանք հիմնականում վերաբերվում են մարզական եւ ժամանցային ենթակառուցվածքներին։ Տեսակարար ամենամեծ կշիռը այս աշխատանքում ունեն մանկապատանեկան ֆուտբոլի դաշտերը արհեստական խոտածածկով։ Մենք ընթացս նաեւ մոնիտորինգ ենք անում որակական մասը, պարոն նախարարի նշած փոփոխությունը տարեվերջին ֆինանսավորումը տեղափոխել մյուս տարի, ինքը իրականում այս մասով բարեփոխում է, որովհետեւ մենք նախորդ տարվա վերջում ունեինք խնդիր, երբ որ աշխատանքների 90%-ներ ավարտվել, 95%-ներ ավարտվել եւ այդ մեխանիզմը չէր աշխատում համայնքին փոխանցելու։ Մի կողմին համայնքը պիտի կամ առանց կատարած աշխատանքը վերցներ, ֆինանսը պահեր իր մոտ վճարեր, ինչը մեր համար ցանկալի չէր, որովհետեւ կարգի խախտում էր, կամ այդ վճարման կտորի վճարելը մնում էր այլևս համայնքային բյուջեի վրա որպես ծանրաբեռնվածություն։ Այս փոփոխությամբ կկարողանանք հիմնական արած 70 եւ ավել տոկոս կատարողական ներկայացածի դեպքում ծրագիրը տեղափոխել այնպես, ինչպես սուբվենցիոն մեր աշխատանքները։ Բայց Երևան քաղաքը այս ալգորիթմի մեջ չկա։ Երևան քաղաքը այս ալգորիթմի մեջ չկա, ելի են տրամաբանության, որով չկա պետական համաֆինանսավորման ծրագրի տրամաբանության մեջ։ Մենք Երևանում ֆինանսավորման այլ տողերով ենք այնտեղ աշխատանքներ իրականացնում, որի հիմնական պատվիրատուն Երևանի քաղաքապետարն է, չնայած 2025 թվականից մենք արդեն նաև ճանապարհային դեպարտամենտով ենք Երևանում աշխատանքներ իրականացնում եւ այս տարի ալի անելու ենք։ Կարելի է քննարկումներ սկսել։ Այնուամենայնիվ ինքը մշակույթը կոմունիկացիայի շատ լավն է, այս կարծում եմ։ Շատ լավ, կարող ենք առաջարկել Երևանին առաջին տարով համայնքային բյուջեով իրականացնել, ինչպես բոլոր մյուս համայնքների դեպքում։ Պարոն Հովհաննիսյանը երբ որ նշում էր, որ համայնքները փորձ ունեն, դա հետեւյալի մասն էր, որ համայնքները մի անգամ իրենց բյուջեի միջոցով առանց պետական բյուջեի համանման ծրագիր իրականացել են։ Կարող ենք այնտեղից սկսել։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Խուդայցյան։ Խնդրեմ հարգելի գործընկերներ կան հարցեր, առաջարկություններ, խնդրեմ։ Մի փոքրիկ դիտարկում էլ անեմ, պարոն Գրիգորյան, ձեր թույլտվությամբ մենք մեր միջազգային գործընկերների հետ երբ որ խոսում ենք, այս մասնակցային բյուջետավորման ներդրման հետ կապված, ընդհանուր դիտարկումը նա է, որ Հայաստանը մեր նման երկրների հետ միասին ավելի ուշ է սկսել, բայց ամենաարագն է առաջ գնում այս ուղղությամբ, ինչը շատ ուրախալի է մեզ համար։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ես էլ կուզեի մեր կողմից ընդգծել արդյունավետությունը աշխատանքի, որովհետև իրազեկման այն ցուցանիշները, որ պարոն Հովհաննիսյանը նշեց, թե ինչ զգալի աճ կա առաջին եւ երկրորդ տարվա ներկայացված ծրագրերի թվի մեջ, դա նաև իրազեկման շատ մեծ ծավալի աշխատանք է, որ գործընկերները իրականացրել են ու պետք է նշեմ, որ շատ լավ համագործակցություն է ձևավորվել ուսումնական հաստատությունների շրջանում, երիտասարդական կենտրոններում նաև ծրագիրը ներկայացնելու ու շատ ուրախ եմ, որ գաղափարների մի զգալի մասը գալիս է նաև հենց երիտասարդներից եւ ուսանողներից ու սովորողներից եւ կարծում եմ, որ դուք շատ ճիշտ նշեցիք համակարգի հետագա զարգացման մասին, ես կարծում եմ, որ ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից մենք պետք է ավելի շատ հնարավորություններ ընձեռենք, որպեսզի նաև տարիքային շեմի որոշակի վերանայումով ավելի ցածր տարիքի մեր քաղաքացիներին էլ հնարավորություն տանք իրենց առաջարկները ներկայացնել, որտեղ սովորաբար տեսնում ենք, որ ծրագրերի հիմնական շահառուն նրանք են եւ վստահաբար առաջարկների տեսանկյունից էլ իրենք շատ կարեւոր գաղափարներ են առաջ քաշում եւ կուզեի նաև մի բան էլ ընդգծել, որ նույնիսկ այն առաջարկները, որոնք ֆիլտրվում են կամ իրենց ծավալի պատճառով կամ որևէ այլ խնդիրների, օրինակ ոչ համայնքային ենթակառուցվածքներին վերաբերելու, դրանք շատ կարևոր տեղեկատվություն են, որտեղ իրականում մենք համայնքային կարիքների գույքագրման մի քարտեզ ենք ստանում,
որը կարող է ուղղորդող լինել նաև պետական ծրագրերի համար։ Այսինքն, եթե համայնքը առաջ է քաշում օրինակ այսինչ ենթակառուցվածք ունենալու գաղափարը, որը չի տեղավորվում ծավալների իմաստով, սա կարող է ազդակ լինել նաև պետական համապատասխան մարմիններին այդ խնդիրը ավելի լուրջ ուսումնասիրելու եւ միգուցե նաև նման հնարավորություն այդտեղ ստեղծելու, ու ես կարծում եմ մենք պիտի այդ կապերի շուրջ էլ աշխատենք, որ այդ տեղեկատվությունը նաև որոշակիորեն փոխանցվի տվյալ ոլորտային գերատեսչություններին հետագա վերլուծությունների համար։ Անկեղծ ասած ես դրա մասին էի մտածում, որովհետև հիմա այս տեղեկատվությունը, որ մենք կուտակում ենք, ինքը առանցին էլ շատ մեծ արժեք ունի բոլորիս համար, որովհետև ինքը տարիքային կապերով, ցանկությունների կապերով, տարածաշրջանային կապերով, եթե մենք վերլուծություններ անենք, ինձ թվում է շատ հետաքրքիր տեղեկատվություն կստանանք, ինչ կօգտագործենք մեր կապիտալ ներդրումների պլանավորման ժամանակ ու կունենանք շատ ավելի թիրախային արդյունքներ, իմ կարծիքով։ Շատ շնորհակալություն, առաջարկում եմ ընդունել որոշումը, հարգելի գործընկերներ, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունեցինք, շնորհակալություն պարոն նախարար։ Հաջորդ հարցը, հարց համար 26, պարոն Խուդացյան, համեցեք։ Հարգելի փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքային ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 948 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ նախագիծ է։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 16 համայնքների թվով 18 սուբվենցիոն ծրագրեր, սա այս տարվա ընթացքում մեր պետական համաֆինանսավորման ծրագրի պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է եւ ձեր թույլտվությամբ ես ընթերցեմ նաեւ ցանկը ըստ մարզերի եւ ըստ համայնքների։ Արագածոտնի մարզ Ապարան համայնքի շենավան բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման լրացուցիչ աշխատանքները ավարտված են։ Ապարան համայնքի Ապարան բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են։ Արմավիրի մարզ Արաքս համայնքի Արաքս բնակավայրի Ռաֆու փողոցի կենտրոնական ճանապարհի մայթեզրի կառուցման եւ սալարկման աշխատանքները ավարտված են։ Լոռու մարզ Ալավերդի համայնքի Ճոճկան բնակավայրի մարզադաշտի վերանորոգում աշխատանքները ավարտված են։ Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Միասնիկյան եւ Պանրագործների փողոցների ասֆալտապատում աշխատանքները կրկին ավարտված են։ Կոտայքի մարզ Ակունք համայնքի Ակունք բնակավայրի Գոյուղու ցանցի երկրորդ փուլի կառուցում, շինարարական աշխատանքների 40%-ն է կատարված։ Գառնի համայնքի Գառնի, Գեղարդ, Գողթ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում, աշխատանքները ավարտված են։ Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, աշխատանքները ավարտված են։ Արզնի համայնքի 5-րդ, 6-րդ, 11-րդ, 12-րդ փողոցի 3-րդ նրբանցք եւ 15-րդ փողոցների ասֆալտապատում աշխատանքները ավարտված են։ Սյունիքի մարզ Սիսիան համայնքի Աղիտու եւ Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում, ավարտական փուլում են գտնվում աշխատանքները։ Կապան համայնքի Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում, կատարված է շինարարական աշխատանքների 75%-ը։ Տեղ համայնքի Կորնիձոր եւ Վաղատուր բնակավայրերում խաղահրապարակների եւ ժամանցի կենտրոնների կառուցում, աշխատանքները ավարտված են։ Քաջարան բնակավայրի Քաջարան Շահումյան 8 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում էներգախնայող միջոցների կիրառմամբ աշխատանքները եւս ավարտված են։ Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Այգեստան փողոցի մի հատվածի հիմնանորոգում Քրիստաֆոր փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Վայոց ձորի մարզ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի նոր քաղաքային գերեզմանոցի կառուցում աշխատանքները ավարտված են։ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում լրացուցիչ աշխատանքները ավարտված են։ Տավուշի մարզ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 9-րդ փողոցի սալապատում տուֆով աշխատանքները ավարտված են եւ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի Գետապնյա փողոցի ասֆալտապատում եւ մայթերի վերանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 60%-ը։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ 948 միլիոն դրամ ֆինանսավորելու մասին է խոսքը։ Շնորհակալ եմ, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն պարոն Խուդացյան, խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր, առաջարկություններ նախագծի հետ կապված։
Չկան, առաջարկում եմ որոշումն ընդունել, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց եւ զեկուցվող հարցերի